2016 թվականի բյուջեի նախագիծը, որը ներկայացվել է մեր քննարկմանը, մանրամասը հետևելով քննարկումներին միանգամից կարելի է ասել, որ մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած հիմնական խնդիրների լուծումը ընդհանրապես չի տալիս։ Ես փորձեմ անդրադառնամ այդ կարևորագույն խնդիրներից մի քանիսին։ Գաղտնիք չի, որ թիվ 1 խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ծառացած դա նոր աշխատատեղերի ստեղծումն է, աշխատատեղերի ապահովումն է, որովհետեւ մենք կարողանանք եւ պաշտպանել եւ ավելացնենք աշխատատեղերը։ Ընդհանրապես այս բյուջեն այդ հարցը չի լուծում։ Ավելին, բյուջեի նախագծով հնարավորություն չի ստեղծվում, որովհետեւ առավել զարգացում ապրի փոքր եւ միջին բիզնեսը։ Այսինքն գալիք տարի ավելի շատ են փակվելու փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող, այսինքն տնտեսվարող սուբյեկտները։ Գալիք տարում ավելի շատ փոքր խանութներ են փակվելու, որովհետև գնալով մենք նկատում ենք, որ բոլորովին այլ բան է հաշք հավաքել, այսինքն հարկերն հավաքվում է, բոլորովին այլ բան է այդ հավաքված հարկերը արդյունավետ ծախսել, նպատակաուղղված ծախսել։ Բոլորովին այլ բան է պետական պարտքն ավելացնել, բոլորովին այլ բան է այդ պետական պարտքը, այսինքն այդ միջոցները արդյունավետ ծախսել, նպատակաուղղված, այսինքն վարկային այն ծրագրերը, որոնք ուղղորդված է փոքր ու միջին բիզնեսի զարգացման, տնտեսության աշխուժացման, բիզնես միջավայրի աշխուժացման, հակառակին ենք մենք ականատեսը լինում, որ գնալով ավելի է լուծարվում, փակվում փոքր եւ միջին ձեռներեցները եւ ավելի շատ մենք տեսնում ենք, որ նպաստում են արտագաղթին։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ չի լուծում այս բյուջեն, դա աղքատության հաղթահարումն է, այսինքն գնալով ավելի է խորանում աղքատությունը եւ ավելանալու է ծայրահեղ աղքատների թիվը մեր երկրում։ Իդեպ այս մասին խոսվում է նաեւ մասնավոր զրույցներում, նաեւ գիտեք ընդհանուր առմամբ այն լուրջ տնտեսագետները, ովքեր կանխատեսում են անում, ազնվորեն ասում են, որ ավելի վատ է լինելու այս տարի։ Ինչ վերաբերում է արտագաղթին, բոլորս գիտենք, որ գնալով ավելանում է եւ 2016 թվականին ես չեմ տեսնում այնպիսի մի ծրագրերի կատարում, որ կկանխի արտագաղթը։ Այո, գնալով շատանալու է արտագաղթողների թիվը։ Գիտեք, ես մի համեմատություն եմ անկեղծ ուզում բերել, իրոք աճ գրանցվեց, բայց փառք Աստծո, այդ աճն ինչով էր պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում։ Փառք Աստծո, որ բարենպաստ տարի էր 2015 թվականը գյուղատնտեսության ոլորտում եւ պետք է կարեւորեմ, որ այն նախարարն է գյուղատնտեսության գյուղերից դուրս չէր գալիս եւ ստացանք աճ։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում չարձանագրվեց այդ աճը։ Հիմա հույսերս հերթական անգամ 16 թվականին պետք է տնենք Աստծո վրա, որ կարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծվի կլիմայական, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա։ Հիմա հարց. կա արդյոք մի երկիր, որտեղ 1 լիտր կատի արժեքը 2.5 անգամ ավելի պակաս լինի, քան 1 լիտր սովորական ջրի։ Ասում ենք մեր ջերմուկը, մեր մոլիբդենը եւ այլն եւ այլն։ Հիմա գոնե այս հնարավորությունը ստեղծենք։ Մեր գյուղացու կողքը կանգնենք, ծրագիր մշակենք, ով վարկ է վերցնում, խորտակվում է։ 1 տարի հետո սնանկանում է, ցանկացած գյուղացի։ Այդ երկարաժամկետ վարկային ծրագրերը նպատակաուղղված չի տրվում։ Այստեղ խոսում ենք, ասում ենք, հարց ենք բարձրացնում, որ վտանգավոր շեմ է, հասնում ենք հնայի 50%-ի։ Մեր երկրի պարտքը 5.5 միլիարդ եւ ավելի է գնալով շատանալու է այդ պարտքը։ Ասում ենք արդյունավետ ծախսենք, միջոցներ գտնենք, որ գոնե մեր բյուջեն կառուցենք առանց լրացուցիչ պարտքային բեռն ավելացնելու։ Մտահոգությունս կայանում է նրանում, որ այլ բան չկա վաճառելու, որ պարտքերը տալու։ Ցանկացած արդյունավետ ծրագրեր, որ տեսնում ես սոցիալական ոլորտում կարող է նպաստել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոշակի արտոնություններ ուղղորդված տալուն, մասնավորապես աղետի կոդում, միանգամից կառավարությունը կեցվածք են տնում, որ դա անընդունելի է եւ ոչ դրական եզրակացություն է տալիս։ 99%-ով իմ գործընկերներն են կիսում իմ մտահոգությունը, ազգային ժողովից պատգամավորների բոլոր նախագծերը, որոնք կառավարության կողմից ոչ դրական եզրակացություն են ստանում, մեր հանձնաժողովներում 99%-ով ոչ դրական եզրակացություն են ստանում։ Եվ մենք չենք հնարավորություն ունենալու լիագումար նիստում
քննարկելու։ Եվ ես այս տեսանկյունից ճիշտն ասած շատ է ասվել, շատ է խոսվել, չեմ ուզում կրկնվեմ այդ խոսքը, որ իրոք ազգային ժողովը գնալով վերածվում է կծորդի կառավարության։ Ես դրա հետ համակարծիք չեմ։ Հիմա որ ուսումնասիրում ես այս ամեն ինչը, գալիս ես այն համոզման, որ մենք դառնում ենք ավելի շատ NDS-ը կառավարության, ոչ թե կծորդ։ Այսպես չի կարող լինել։ Չի կարող, երբ ամբողջ կառավարության պատկան գերատեսչությունները Գյումրիի եւ Շիրակի մարզի Աղետի գոտու մեր կողմից ներկայացված նախագիծը տվել են դրական եզրակացություն առանցին նախարարությունները, առողջապահության նախարարություն, չթվարկեմ նախարարապետության նախարարություն, ինչ ենք ասում ենք հարգային արտոնություններ տանք։ 50%-ով Գյումրիում որոշ հարգեր զիջենք, խոսքը վերաբերում է արտոնագրային վճարով աշխատողներին, ինչպես մենք կատարեցինք սահմանամերձ գյուղական համայնքներում։ Խրախուսենք ներդրումները ազատելով մի քանի տարի շահութահարգից, ովքեր նոր աշխատատեղեր կստեղծեն։ Ազատ տնտեսական կոդի հայտարարենք, Շիրակ օդանավակայանը եւ այլն եւ այլն։ Միանգամից գրվում է, վերջում կառավարությունը դեմ է։ Այն ինչին եք դեմ։ Եթե դեմ եք, այսօրվա դրությամբ բա զարգացում ինչպես ապրի։ Բա ինչ անենք։ Գիտեք, ես այս ամենը, որ ասում եմ, պատահական չեմ ասում, որովհետև ասում է ցանկացած նախագիծ, որը այստեղ խոսվում է, անդրադառնամ ավանդների փոխհատուցման գործընթացին։ Ես իշքան հիշում եմ 2006 թվականին այստեղ քաղաքական կոնսենսուսով պայմանավորվածություն ձեռք բերեց, որ յուրաքանչյուր տարի բյուջեն հաստատելուց պետք է անպայման նախորդ տարվանից ավել փող հատկացվի կամ նույնը։ Չպետք է պակասի ավանդների փոխհատուցման համար նախատեսվող բյուջետային ծախսը, նախատեսված գումարը։ Ես չեմ հիշում, դա արձանագրվեց թե ոչ, բայց ավելի քան վստահ եմ, որ շարունակվեց, եթե հիշում ենք, այդ թիվը գնալով ավելացավ, հասավ մինչև 1.8 միլիարդի, եւ հետո շարունակեց հիմա նվազելով գնում է կամ պաշտպանելով նախորդ տարվանը։ Այսինքն սա ես չեմ կարող ընդունել առաջընթաց։ Ես չեմ կարող այն նախագծերը, որոնք ուղարկում ենք կառավարություն եւ նվադագողված է մեր սոցիալական վիճակը բարելավելուն եւ այդքան մեծ գումարներ չի պահանջում իրեն մեջ։ Օրինակ եմ բերում։ Երկու օր առաջ կառավարությունը մերժում է մեր կողմից ներկայացված մի նախագիծ, որով ինչ ենք ասում։ Ասում ենք ավանդների փոխհատուցման գումարը, եթե հաշվարկվի ավանդատուի հաշվին, այսինքն ավանդատուի անունը կա, չգիտեմ, ընտանենք այս ամսին ավանդատուն պետք է ստանա իր գումարը։ Երգորից շաբաթ կիրակի օր է եղել եւ փոստային ծառայությունում չի նստել այդ գումարը։ Բայց արդեն կա առանցին հատկացված այդ անունը։ Երբ ավանդատուն մահացել է, ասում ենք տվեք ժառանգներին, ոնց որ այն դեպքում, երբ որ այդ փողը համապատասխան փոստային ծառայությունում է։ Լավ, ինչի եք դեմ։ Ինչի սա չանցկացնենք։ Եվ ես կարևորում եմ, պարոն Սահակյան, ձեր դիրքորոշումը, որ արդեն իսկ, գիտեք, այն նախագծերը, որոնք կարևոր են եւ երկու օր առաջ իրոք անակնկալ մատուցվեց եւ սա շարունակվելու է։ Ես ասում եմ սա անկեղծորեն եւ պարոն Սահակյան, կարծում եմ ժամանակը եկել է արդեն դուք ունեք այդտեղ դրված մուրճ չակուճ ձեր ձեռքի տակ, որ վերջ հերիք է։ Վերջապես խփեք այդ չակուճը եւ պահանջեք, որ վերջ մեր նախագծերը պետք է մտնեն լիագումար նիստ։ Մենք պետք է կանաչ ճանապարհ տանք։ Այլևս ամեն ինչ հասկանալի է մեզ համար։ Երեք այստեղ նախագիծ է քննարկվում եւ ես գիտեմ, մեր հանրապետական գործընկերներն ասացին, որ կախված կոնսենսուսից մենք դիրքորոշում կարգայեցինք։ Այնքան պարզ էր։ Ցավոք սերտի նախագծի հեղինակն այստեղ չի։ Ինչ ենք ասում։ Ասում ենք ինչ եք ընդդիմությանը զրգում 3 արդահերթ հարց տալու իրավունքից։ Խոսքը վերաբերում է հարց տալու իրավունքին, որ առաջարկում է 2 դարձնել։ Եվ ինչ ասվեց։ Ասվեց, որ մենք չենք պաշտպանի, բայց քիչ առաջ տեսանք, թե ինչպես պաշտպանվեց այդ նախագիծը, որովհետև իրոք հերթական անգամ բխում է մեծամասնության շահերից, այսինքն իշխանության շահերից, ոչ թե ընդդիմության շահերից։ Եվ արդյունքում ինչ ստացվեց, այն ինչ քննարկում էր, չնայած ես ՀԱԿ-ի իմ գործընկերներին հասցրեցի 3 փոխանցել եւ իրենք իրենց դիրքորոշումը փոխեցին, որ իրոք կոնսենսուս տարապես չկար այս հարցում, բայց արդյունքում այս նախագիծը, որը որևէ խնդրի չի վերաբերվում մեր ժողովրդի սոցիալական վիճակին եւ այլն, միանգամից առաջին տեսման ռեժիմում քվեարկվեց եւ ընդունվեց։ Կանոնակարգի փոփոխությունը, եկեք այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են ընդունել, դրանք մենք փորձենք ազգային ժողովում քննարկման առարկա դարձնել եւ ընդունել։ Շնորհակալություն։